Տիկին Ունանյան, ձեր նախորդ աշխատած ժամանակահատվածի աշխատանքային փորձը իբրև բուժքույր կամ ավագ բուժքույր ոչ ոք կասկածի տակ չի դնում այդ ձեր պրոֆեսիոնալիզմը, այդ թվում նաև Տիկին Գյուրեղյանը եւ 16000 բուժքույրերը, ովքեր որ իրենց սուրբ գործն են կատարում, ստեղ ձեր առաջադրված պաշտոնը պահանջում է բավականին բարդ եւ պրոֆեսիոնալ, այդ թվում կառավարման փորձ։ Խոսքը սրա մասին է, մեկ խղաթյուրեք այդ ամեն ինչը։ Իհարկե դա ձեր քաղաքական որոշումն է, բայց պետք է ամեն ինչ ճիշտ ուղղությամբ տանենք, որպեսզի կարողանանք մեկս մյուսին հասկանալ։ Ես ինձ համար մի քանի հարցեր եմ առաջ քաշել, ձեր ընտրվելու դեպքում ինչպես եք պատկերացնում իդրախտ համակարգում դրվելաշրջանառության մեջ մարզային ողջ բժշկական կենտրոնները, հիվանդանոցները օպտիմալացվելու է եւ օպտիմալացման քողի տակ, այսինքն կառավարման ձևն է փոխվելու, այսինքն բերեմ օրինակ Գեղարքունիքի մարզում դառնալու ընդամենը մեկ բժշկական կենտրոն, տարածքն էլ հայտնի չէ թե կենտրոնը ոնց է։ Դուք ո՞նց եք պատկերացնում դրա ծախս արդյունավետությունը, բժշկական գործը, մնացած բաները։ Եվ երկրորդը, ձեր խոսքում նշեցիք, որ քաղաքում է կենտրոնացվում, ինչպես եք պատկերացնում գյուղական համայնքներում բժիշկների եւ այլ նեղ մասնագետների ուղղորդումը դեպի բժշկական հաստատություններ, որտեղ կան, գաղտնիք չէ, մարզերում կառուցված պրոֆեսիոնալ ժամանակակից հիվանդանոցներ, որտեղ նեղ մասնագետներ չունեք դուք։ Դուք պատասխանեք, հետո այս արձագանքի տեսքով մնացած, այսինքն հարցս վերաբերվում է օպտիմալացման գործընթացին եւ դուք ձեր ընտրվելու դեպքում ինչպես եք պատկերացնում այդ գործընթացը, ո՞նց է կազմակերպելու բժշկական գործը մնացածները։ Շնորհակալություն հարցի համար։ Պարոն Ղազարյան, սկզբի համար ասեմ, որ կառավարման ձիրք ունեցող մարդուն պետք չի, որ նա ունենա բարձրագույն կրթություն, որովհետև շատ բարձրագույն կրթություն ունեցող մարդիկ կառավարման ձիրք չունեն, օպտիմալ արդյունավետ չեն կառավարում հիմնարկները եւ ընդհանրապես գերատեսչությունները կարող են դրանք նաեւ լինել։ Ես կարծում եմ, որ կառավարման ձիրք ունեցող մարդը պարտադիր չէ ունենա միջին մասնագիտական կրթություն եւ ես կարծում եմ նաեւ, որ օրենքներ կարդալը, օրենքներ մեկնաբանելը այնքան շատ դժվար չէ, ինչքան աշխատել, մտածել նաև միաժամանակ հիվանդանոցային օղակում, կողմնորոշվելու տեսակետից, այդ մեկ երկրորդը օպտիմալացման հետ կապված, քանի որ դեռ այս նախագիծը չի եկել ազգային ժողով, թույլ տվեք ես շատ իմ պատկերացումների մասին չխոսեմ, որովհետև դեռ նախագծին լիովին ծանոթ չեմ։ Ես եւ կողմ եմ եւ դեմ եմ, միայն այս կասեմ դեռ, ինչքան որ ծանոթ եմ նախագծին, մի կողմից կարծում եմ, որ պետք է տեղում կառավարել եւ տեղում վերցնել այդ պատասխանատվությունը ղեկավար անձը իր վրա եւ հարցերը լուծի, այսինքն հենց բժշկական կենտրոնում։ Մյուս կողմից միգուցե մեզ նախարարությունը շատ ավելի լավ ծրագիր է առաջարկում, որը կարող է բժշկական կենտրոնները միացնելով ավելի արդյունավետ կառավարում լինի, քան նախկինում է։ Իսկ ինչ վերաբերվում է գյուղական համայնքներ, բայց մենք սա հետո անպայման ես իմ կարծիքը ավելի մանրամասն կասեմ նախագիծը ամբողջությամբ իմանալուց հետո, իսկ ինչ վերաբերվում է գյուղական համայնքներում մասնագետների հետ կապված հարցը, այո, դուք ճիշտ եք, մենք խնդիր ունենք գյուղական համայնքների հետ կապված, բայց այստեղ միայն առողջապահության նախարարության խնդիրը չէ, այստեղ նաև տարածքային կառավարման նախարարության խնդիրն էլ է, մենք պետք է կարողանանք գյուղական համայնքներում ենթակառուցվածքներ զարգացնել, մենք պետք է կարողանանք գյուղական համայնքները, մարզային համայնքները բերել այնպիսի վիճակի Երևանին մոտ, հա, վիճակի, որպեսզի մարդկանց համար գայթակղիչ լինի գնալ, այնտեղ ապրել, այնտեղ աշխատել, որովհետև եթե մարդիկ ընտանիքներով տեղափոխվեն, ենթադրենք ինչ որ մի գյուղ կամ մարզ ապրելու ներողություն։ Ավարտեք, խնդրեմ։
Ամփոփեք մտքին նկատի ունեմ։ Եթե մարդիկ գնան այնտեղ ապրելու, պետք է համապատասխան բոլոր պայմանները լինեն։ Մանկապարտեզներ, դպրոցներ, խմբակներ, երաժշտական դպրոցներ նույնիսկ, ինչու՞ չէ ժամանցային վայրեր, որպեսզի մարդիկ կարողանան ապրել բնականon եւ լիարժեք կյանքով։ Համեցեք արձագանք։ Տիկին Նայան, թույլ տվեք ձեր բերած պատասխանները ոչ մեկի հետ համաձայնել հետևյալ հիմնավորմամբ։ 7 տարի մարդ բժշկական ինստիտուտը ավարտում, համալսարան ավարտում, պլյուս դրան արդինատուրա, նեղ մասնագիտական կրթություններ, վերապատրաստումներ, հիմա ես ասեմ դուք այդ ինստիտուտը կասկածի տակ եք դնում։ Այստեղ ձեր ընտրվելու դեպքում դա այն ոլորտն է, որտեղ պահանջվելու է շատ խիստ նեղ մասնագիտական խնդիրներ, հիմա դուք բերել եք, ասում եք կրթությունը կան ոլորտներ, այստանից կարևոր ոլորտ որն է առողջապահությունից, մարդու կյանքի հետ գործ ունենք։ Եվ դուք հիմա այս պահին կասկածի տակ եք դնում այն բժշկական բժիշկներին պրոֆեսիոնալ, որոնք տարիներով սովորել են եւ նեղ մասնագիտական կամ պրոֆեսիոնալ կրթություն աշխատանք են ձեռք բերել։ Դա թողենք, դա ժամանակը ցույց կտա։ Ասում եք խթանելը տարածքային կառավարման, դա առողջապահության նախարարության սուրբ գործն է, որպեսզի խթանի տեղերում կարողանա իր նեղ մասնագետներին կամ օրինակ բերեմ օրինակ Վարդենիսի տարածաշրջանի հիվանդանոցը անեստեզիոլոգ չունի։ Տեղյակ եք։ Պետք է Մարտունուց կամ Գավառից անեստեզիա ավարտում են պարոն Արշակյան։ Գնա որպեսզի նեղ մասնագիտական բուժում բանան։ Ասում եք նախագծին ծանոթ չեմ։ Դուք այդ ազնաժողովի անդամ եք եղել, այդ ազնավ պետք է դուք կարդացած եւ պատրաստված կայեք, որպեսզի մեր հարցերը ուղիղ հարցերին կարողանայիք պատասխանել։ Վարդենիսի հիվանդանոցը ունի պաթանոլոգիական լաբորատորիա, դերձարա, որտեղ բերում է մարտինում է երձումը անում։ Ինչպես եք պատկերացնում այդ խնդիրները, սրանք համակարգային խնդիրներ են, ոչ թե հեռանկարային առողջապահական ապահովագրություն, տեղորայքի շուկա, չգիտեմ ինչ։ Այս հարցերին պետք է դուք պատասխանեք, որ մենք հասկանանք։ Հասկանալի է, կարծում եմ պատասխանում եք, բայց նաև պատասխանը ձեր հարցը։ Իսկ ինչ խնդիր կա, որ Վարդենիսից հիվանդին ներողություն հանգուցյալին տանում են Մարտունու դիահերձարանում հերձելու։ Եվ ուզում եմ հասկանամ ինչ խնդիր կա այդտեղ։ Այսինքն ուզում եք ասեք, որ ձեր տան կողքը դիահերձարան կա, որ Աստված ոչ անի, ձեր շենքից մեկը մահանում է, միանգամից տեղից հանում եք, մտցնում եք դիահերձարան, ինչ որ մի ճանապարհ չեք գնում հասնելու դիահերձարան։ Պարոն Ղազարյան, 70 կիլոմետր, Հայաստանի Հանրապետությունը այնքան մեծ չի, որ մարդիկ 70 կիլոմետր չկարողանան գնան ինչ-որ միտեղ հասնելու համար։ Եվ ընդհանրապես, ով ասեց, որ պետքա ամեն ինչ-որ տեղ մի հատ բժշկական հաստատություն լինի, ինչ-որ բան անելու, ինչ-որ ակետից բեկետ հասնելու համար։ Տրանսպորտ գոյություն ունի ավտոմեքենաներ, չգիտեմ, ամեն հնարավոր հնարավորությունները կա, որ մարդկանց կարողանան գնան եւ այլն իրենց հարցերը լուծեն մարզպետ։ Այսինքն դուք ուզում եք ասեք, որ մարզպետարանը պետքա լինի ամենտեղ։ Եթե մարդ մարզպետարանի հետ գործ ունենա, պիտի չգնա մարզպետ բանում, պետքա մի հատ Վարդենիսում մարզպետարան բացեն, որ չհասնի Մարտունի։